Մոտ 2 ամիս առաջ համացանցով լսում էի դասախոսություն հայերեն լեզվի մասին։ Դասախոսը ռուսաստանցի հայ էր, դասախոսությունը վարում էր ռուսերեն։ Մոտ 25 հոգանոց խմբի համար, խմբում հիմնականում հայեր էին, բայց կային նաև օտարազգիներ։ Դասախոսը 1-2 վրիպակ թույլ տվեց բավականին լուրջ։ Իսկ ապա, երբ հայերենից մեջբերումներ էր անում հայերեն լեզվով, զգացվում էր, որ հայերենին այդքան էլ լավ չի տիրապետում։ Բայց ամենահետաքրքիրը վերջին հատվածն էր, երբ սկսեց հարց ու պատասխանը։ Ուսանողներից մեկը հարցրեց հայ լեզվաբանների մասին։ Ներկա մի քանի լեզվաբանի անուն տվեց։ Երբ ուսանողներից մեկը հարցրեց Աճարյանի մասին, դասախոսը ասաց, որ Աճարյանը ոչ պրոֆեսիոնալ լեզվաբան է։ Չգիտեմ որտեղից վերցրեց։ Այդ պահից հասկացա, որ դասախոսը ամենայն հավանականությամբ դիլետանտ է, անկախ իր գիտական աստիճանից։ Եթե նման լեզվաբանը արմատական բառարանի հեղինակին ասում է ոչ պրոֆեսիոնալ, ապա նման դասախոսություններ երևի իրավունք չունի վարելու։ Եվ նման դասախոսներ ցավոք սրտի կան, եւ հատկապես Ռուսաստանում։